Սասնա ծռեր, Բ հատոր, Առաջին մաս, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյան, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Դ պատում, Սասնու թագավորն էր, պատմեց Քյավառցի Դանիել Ղազարյանը, գրի առավ 1892 թվականին Վահան Քահանա Տեր Գրիգորյանը։ Դավթի կռիվը Մսրա Մելիքի հետ։ Մհերիցն ուր զարմանալի խանումից եղավ 3 տղա, ջոջ տղի անուն Վեկո, միջնեկի Ճնճղիկ, պստկի անուն դրեցին Դավիթ։ Մնաց մեկ ժամանակ, ջոջ տղեն եկավ մինչի 5-6 տարեկան են պստիկներն էլ են դուն ցածրին։ Մհերի մեռնելն ընկավ միտն, խեցավ ուր լագզին գնաց էնուր տղի մոտն, որ Մսրա Մելիքի կնկիցն էր եղեր։ Գնաց բարև տվեց ու իջավ գնաց ներս ու ասաց. «Հնչի ըսկի չխարցուկ ընձի թե հնչի համար ես եկեր»։ Մելիքն ասաց. «Ես քու տղեն եմ, էն էլ քու կնիկն ա, ընկերա միտը տեկեր ես»։ «Չէ, որդի», ասաց մհերն, «կմեռնիմ, իմ մախն մոծցերա։ Ես որ մեռա, իմ եթիմներ չթողես չոլերն, բերես պախես, ջոջցուս, չուրմե ուրանց խելքի ինին, Մելիքն ուրանց տիրություն ենա»։ 3 խետ ասաց տղեն ձեն չերեց, հետո ասաց. «Մհեր, կպախեմ, կջոջցում, համակ ու գալմով կգրես ծովասար, մարատկաջուր, ճապաղջրի բաժնու կոդեն որ 10 ընձի են դոնց պախել են, թե օրեն դոր գաբուլ չենես, քանի տարի որ պախեցի տարեն գլող 30 սոմարոսկի, 30 ազապաղջիկ, տարեն գլող 10 ընձի, քանի որ կենան»։ Էս երկու բանին էլ սանատ տվեց, ասաց. «Օր մեկին որ տղեկներն գաբուլ ենեն, ենիտան քեզի ուրանց պախել են»։ Էլավ խեցավ ուր լագզին եկավ Սասուն, առավ ուր երեխեքն տարավ, թասլի մերեց ուր տղին, որ Մսրա Մելիք էր, դարձավ Սասուն, խոսավ, խոստովանավ, մեռավ ու խորեցին Սասունի մեջ։ Մսրա Մելիքն ինքն շատ զորընդեղ էր, ոսկի հոլ, ոսկի կոպալ որ կզարգեր, 7 բագան կծակեր, կընցուցեր։ Էլացին Վեկոն Ճնճղիկ Դավիթ կխաղին իրարու հետն։ Խտ զարկելուն Վեկոին ու Ճնճղաուշկն գնաց։ Հմա Դավիթն ձեր թալեց, են հոլն բռնեց առավ ու բռնեց ու ինքն էլ 5-6 տարեկան էր։ Մելիք քաշեց ուր թուրն ընկավ Դավթի ետևն լարեց։ Գնաց ընկավ Մելիքի մոր գիրկն, ասաց գրող ու մախ կետանի, հնչի կլարես, վախեցուս, չէ լուսուն չեք եղին քեզի թիկնապախ, հետ քու աղբրութեն տեղնա։ Են լուսուն էլի 3 աղբրով դիվանխանի տանիս կլարին իրար ետև, համա Դավիթի ոտներու տակեն երման կրակ կուտեր դուս։ Մելիք ընկավ Դավթի ետև, էլի լարեց բերեց էլի ուր մոր գիրկն էցկեց։ Մերն ասաց հնչի կլարես, չէ Մսրա Մելիքներ քեզի քոլի տեղ էլ չդնին, որ էտ որ խերչեղներ։ Ասաց դե թղգա, իմ թրի տկով ընցնի, օր էտ որ չսպանեմ։ Դավիթն ասաց 30 քուպես Մելիք մեռնի, ես մեկ չարսու լաչիկա ես լաչկի տակով կընցնիմ, ամակու թրի տկով չեմ ընցնի, ինչ ձեռնետ կուքա էներա։ Էլավ ես խետ մերն գիր գրեց Գորգիկ թագավորի աղբոր Թորոսին, թե արիք ու եթմներ տար, Մելիքն լազատ չի տակու եթմներուն։ Կերի Թորոսն էլ հմալ մարդ էր, որ 20 ավուր ճամբախ եղներ, մեկ ծար քոքախան կեներ, կդներ թևին, կերթեր ու կխասներ ենտեղ։ Ես թավուր մեկ գիշերվա մեջ եկավ խասավ Մսր, ուր եթումներու մոտն, առավ ու տարավ Սասուն։ Վեկոն երեց թագավոր, Ճնճղիկ դրեց վրոջ խրի չոբններուն պախապան։ Նախրերու վրեն էլ Դավիթ դրեց վրակացու։ Դավիթ կխեցներ ուր խոր լագզին կերթեր Սասունա սարի կողն, կպախպաներ նախիրներն։ Չումքի մհեր մերեր էր, էս երեխեքն էլ որ գնացածին, ախն վերցվեր էր գող ու հարամեկ շատ ծեր էր էս տեղրանքն։ Են մեկ օր Դավիթն տեսավ մեկ նախրջին գեղիցն հանգան եկավ, ասաց որդի, այսօր ընչի հանգան եկար։
Ասաց թագավոր ապրած կենա, այսօր մեր գեղն սասման ժամ էր, մացի օր խիրիսա ուտի, էնել չեղավ։ Ասաց դե որդիկ, օր խիրիսա ուտի ընկե ձեր միտ ու աղքատ եք չունիք, դուք նախրներին մուղատկեցեք չուր ես երթամ, ձեզի խամար խիրիսա բերեմ։ Գնաց առավ մեկ ղազան եղ, մեկ կարաս խիրիսա բերեց։ Եկա որ նախրճիկ չկեն, դու ես ասա, որ 7 դև ելան եկան նախրճոց, որին թևն կոտրած, որին գլող խուլասա, որին կապածին 7 ես տարածին։ Դու ասաս տղեկ, ես ինչ բան, ես ինչ հալ է, ասեցին թագավոր, գոյես մալ եկավ մեր գլոխն, բերեց նախրճոց հարցկեց, ասաց, դուք խիրիսենք երեք, համանձի ասեք, թե որ դեխով տարան եզներն։ Նախրճիկ նշան ստվին որ դեխով որ տարածին եզներ։ Դավիթ գնաց եզներու edevն։ Գնաց խասավ մեկ էրի մեջ, տեսավ որ օղտ դև, օղտ եզնել մորթացին, օղտ կանտնեն ղազան, դեր չի լցածին ղազնի մեջն։ Դավիթ խասավ օղտ դևի գլխներն էլ, օղտի աչքներն էլ կտրեց, լցեց ջեբն, ղազան կապեց ուր քամակն, 3 ես 4 գլուխ առավ մեկ գոլթուխն, 4 ես 3 գլուխ մեկ գոլթուխն, եկավ բերեց շհարն, եզների տիրոջն ասաց, տարին մեկ ես կմորթեք, ու ես նախրճոց հախնել չկտրեք, թե որ էստոնց հախն կկտրեք, ձեր մեջքն կկոտրեմ։ Եկավ ասաց քերի թորոս, էլ ես չեմ երթա, գողութուն կտրավ երկրից։ Խեցավ ուր լագզին գնաց ավուղու շենելու։ Պարավն են դհեն եկավ ասաց, Դավիթ, դու ընչի էտ մալ դարդակ կուքաս։ Դավիթն ասաց, ապա ինչ ենեմ, բան չկպնի ձերս։ Պարավն ասաց, տո որդի, չէ ծովասար, մարատկա ջուրն, ճապաղ ջրի բաժնու կոդեն ձերնա, ձեր խերնա տվե մսրամելիքին ձեր պախել են։ Դավիթն ասաց, են դոր մելիք խերն անիծած կենա, ընձի ինչա պախե օրի մուլքը տամեն դոր։ Են մեկ էլ օրն էլավ, էլի գնաց ծովասարն ավուղու շենելու։ Ենքան ավ բերեց, որ ավ նեղավ թոնազամ մչ սասունա։ Ելավ պարավն գնաց դղ մսրա մելիքն ասաց, մելիք, քուտուն ավիրի, չէ որ Դավիթն քու ծովասար, մարատխաջուր, ճապաղջրու բաժնու կոդեն ավուղուշն զմեն զարկեց տարավ ուր խամար սասունա մեջն։ Մելիքն ասաց պարավ, ուր խոր մուլքն չի տա, են դոր խերն ընձի 2 տեղով գիրա տվե, ինչ կա, թե որենի չի տա, քանի տարի օր պախերեմ, տարին 30 սոմար ոսկի, յա 30 ազապաղճիկ, ենի չի տա, թող էստուն տա, հնչի որ ես ուր խոր գալմով գիր ունիմ։ Մելիքն ուր յասաղուլներ ճամփեց վր վեկոյին ու ասաց, քու աղբեր Դավիթն ծովասար, մարատկա ջուրն, ճապաղ ջրի բաժնու կոդեն որ չի տա, 30 սոմարոսկին յա ազապաղճիկն թող տա իմ յասաղուլներն բերին։ Վեկոն էլավ առավ քաղքի միջիցն ժողվեց 30 ազապաղճիկ, ժողվեց բերեց կողեց ուրոդեն։ Դավիթն ենտեղեն ավուղուշից նեկավ, մեկ կնիկ կերթեր ջրի Դավիթի նռաստ եկավ, ասաց, քուտուն ավիրի Դավիթ, քու թամքը դարդկվի։ Դավիթն ասաց, հնչի խամար ընձի կանիցես, ես քեզի ինչ եմ երե։ Կնիկն ասաց, ապա են թախտի վրայի նստողն որնա։ Դավիթն ասաց, իմ ջոջ աղբեր վեկոնա, բաջի, ընձի ընչի կանիցես։ Կնիկն ասաց, հալաչանիցեմ, ինչ ջափով, ինչ չարչարանքով մեր աղջիկներ պախեր ենք, մկավեկո թագավորն մեր աղջիկներ ժողվեր, լցե ուրոդեն, որ տա յասաղուլներն տանին մսրա մելիքին ձեր 3 աղբեր պախել են։ Դավիթն ենտեղ հերսոտ եկավ, գնաց առանց թագավորի իմաց տալու, աղջիկներն հանեց օդից դուրս ասաց, իմ աղջիկներ, դուք գնացեք ձեր բանին, ես գիտեմ, թե ինչ կենեմ։ Դավիթ գնաց տեսավ, որ թագավորն ոսկին կչապեր։ Դավիթն ասաց հերսոտ, վեկո էդ ինչ կենես, ասաց ես քու մեղքն կչապեմ, ինչ կենիմ։ Դավիթն ասաց իմ մեղքն քու օղտ պապենել չկարնա քաշա։ Բռնեց վեկոյի ձեռն, ոսկին առավ, դարդկեց, հետո 2 յասաղուլին դրեց գետին,
Երկսի 32 ատամներն էլ քաշեց շարեց թելն, կապեց ճակատներն, թևեր կապեց հետևանց ու ասաց. «Գնացեք ասեք ձեր մելիքին, ինչ գլող քարին կուտա թող տա»։ Ես յասաղուլներն խասան մելիքի մոտն, մելիքն կրկին երկու յասաղուլ էլ սաստիկ ճամփեց եկան Դավիթին ասին, թե «Դավիթ, մեր մելիքն սաստիկ ուր ոսկին կուզա, աղջիկներն կուզա»։ Դավիթն ուզեց ետոնց ատամներն էլ քաշեր, ես մարդիկն ասին, «Թագավոր, հնչի մեր մեղքի տակ ընկմտնես, մեզի կենես կիսամախ, մենք ինչ ենենք, մելիքն մեզի զորով կճամփխա, դու գիտես մելիքն»։ Էս տոնց անվնաս թողեց ասաց. «Գնացեք»։